Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման եթերում եւ առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել եւ լսել։ Իդեպ, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, հնարավորություն կա լրացնելու այս տարբերակով։ Ու իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, հայտար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ կրկին մեզ դիտելու, լսելու, live stream-ի տարբերակով հնարավորություն կա, իդեպ հարցեր կարող եք թողնել մեկնաբանությունների բաժնում, դրանք բաց են եւ ես դրանց հետևում եմ։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ ուռուցքաբան Սամվել Բարդախչյան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն թեմայի առաջարկի եւ հրավերն ընդունելու համար։ Այսօր զրուցելու ենք թոքի քաղցկեղի ընդհանուր առմամբ առանձնահատկությունները, ռիսկի գործոնները, կանխարգելիչ քայլերը, առաջացման պատճառները, եթե այդպիսիք արդեն սահմանված են, դուրս բերված են, եւ իհարկե կլինիկական հետազոտությունների մասին, որոնք կարծես սկսվել են Հայաստանում տարբեր ոլորտներում եւ իդեպ դուք առաջինն եք կոնկրետ ուռուցքաբանության եւ թոքի քաղցկեղի վերաբերյալ, որ այս թեմայով հյուրընկալվել եք, հարգելի ունկնդիրներ, մենք ունենալու ենք նաև ալերգոլոգիայի ոլորտում կլինիկական հետազոտությունների մասին եթեր, խնդրում եմ հետևել մեր անոնսներին շատ ուշադիր։ Եվ այսպես, նախքան կլինիկական հետազոտություններին եւ դրանց կարեւորությանը անդրադառնալը եւս մեկ անգամ անպայման իրազեկենք թոքի քաղցկեղն ինչ է, ինչու է ամենատարածված եւ ամենավտանգավոր տեսակներից համարվում ամբողջ աշխարհում ու նաեւ Հայաստանում, ինչ կասեք ձեր տպավորությունները։ Շատ լավ։ Առաջին շնորհակալություն հրավերի համար։ Թոքի քաղցկեղը ամենատարածված աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է, քաղցկեղն է հանդիսանում։ Տարեկան գրանցվում է աշխարհում մոտ 2.5 միլիոն թոքի քաղցկեղի նոր դեպք։ Հանդիսանում է եւ տարածված եւ նաեւ ամենամահաբեր ուռուցքային հիվանդությունը, քաղցկեղային հիվանդությունը, այսինքն նրանից մահացությունը աշխարհում ամենաբարձրն է, մինչեւ 1 միլիոն տարեկան մահվան դեպք է լինում թոքի քաղցկեղից։ Սա գրեթե կեսն է փաստորեն։ Հայտնաբերված կոր։ Հայաստանի Հանրապետությունում էլ թոքի քաղցկեղը ամենատարածված ուռուցքներից մեկն է, գտնվում է երկրորդ տեղում։ Տարեկան մոտավորապես 900-ից մինչեւ 1000 նոր ախտորոշված դեպքեր են ունենում թոքի քաղցկեղի։ Ինչու է ամենատարածվածը, երևի թե որովհետև նրա ռիսկի գործոններից մեկը հանդիսանում է ծխելը, ամենատարածված ռիսկի գործոնը, եւ վերջին տարիներին, կասեմ վերջին 100-ամյակում, երբ որ ծխախոտի կիրառությունը ել ավելի տարածված դարձավ, թոքի քաղցկեղի թվերը շատ ավելի բարձրացել են։ Եթե մենք նայենք նախկին դեպքերը, երբ որ ծխախոտի կիրառությունը այդքան մեծ տարածում չուներ, թոքի քաղցկեղը հանդիսանում էր շատ հազվադեպ հանդիպող ուռուցքային հիվանդություն, բայց ինչքան մեծացավ ծխախոտի կիրառությունը, այնքան շատացան թոքի քաղցկեղի դեպքերը։ Պետք է ասեմ, որ թոքի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 90%-ը պայմանավորված են հենց ծխախոտի օգտագործմամբ, այսինքն ծխախոտի ծուխը հանդիսանում է թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ամենառիսկային, ամենավտանգավոր պատճառը։ Կներեք, սա վարկած է, թե արդեն ապացուցողական հիմքեր ունի, այսինքն լայնածավալ հետազոտություններ, թվեր դուրս բերված եւ մենք այսպես օդի մեջ ուղակի վնասներից չենք խոսում։ Չէ, սա ապացուցված է, որ թոքի քաղցկեղի դեպքերի 90%-ը առաջանում է հենց ծխող, ընդ որում մեծ քանակությամբ ծխող մարդկանց մոտ եւ ընդհանրապես 10% դեպքերն են, որ առաջանում են չծխող մարդկանց մոտ։ Ապացուցված է տարբեր հետազոտություններով, որ ծխախոտի օգտագործումը, ակտիվ ծխելը բարձրացնում է թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը մոտ 30 անգամ։ Ընդ որում ինչքան շատ են ծխում, ինչքան երկարատև եւ ինչքան օրական օգտագործված ծխախոտների քանակությունը մեծ է, այնքան էլ ավելի բարձր է թոքի քաղցկեղի ռիսկը։ Պասիվ ծխողների դեպքում օրինակ, այսինքն ովքեր որ չեն օգտագործում անմիջապես ծխախոտ, բայց գտնում են օրինակ այնպիսի միջավայրում, որտեղ որ շատ է օգտագործում ծխախոտը, ծխախոտի տուխն է շատ, նրանց մոտ ընդամենը 1.5 անգամ է բարձրանում թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այսինքն էլի բարձրանում է, բայց համեմատության մեջ շատ ավելի քիչ։ Իսկ օրինակ ինչով է նաև ապացուցվում, որ ծխախոտի
ծուխն է, ծխախոտն է հանդիսանում հենց առաջացման պատճառներից մեկը, երբ որ մարդիկ երկարատև ծխում են, իսկ հետո դադարեցնում են ծխելը, մոտ 10-15 տարի հետո այդ ռիսկը բավականին նվազում է։ Իհարկե չի վերադառնում չծխողի մակարդակին, բայց մոտ 10-20 անգամ նվազում է, եթե մարդիկ 10-15 տարի դադարեցնում են ծխելը ու պահպանում են այդպիսի կենսակերպ, այսպես։ Այսինքն կապ չունի, քանի տարի է անձը ծխող, որևէ պահի դադարեցնելը միևնույն է օգտակար է եւ ուշ չէ, այսպես ասած, դե ինչ տարբերություն արդեն օրինակ 10 տարի ծխում եմ, այսպես ասում են։ Իհարկե կապ ունի ինչքան է ծխող, այսինքն ինչքան տևական է ծխում, այնքան ռիսկը ավելի բարձր է, այնքան ծխախոտը արդեն առաջացրել է իր վնասները, առաջացրել է թոքերում այդ փոփոխությունները, որոնք որ կարող են հետագայում վերաճել քաղցկեղի, բայց ինչքան շուտ որոշի դադարեցնել, ինչքան երկար որոշի դադարեցնել ու էլ չվերադառնա ծխախոտին, այնքան ռիսկը կպակասի, միանշանակ կպակասի։ Ուսա նույնպես ապացուցողական հիմքեր ունի եւ ոչ թե զուտ լավատեսություն։ Ես կուզեի նաեւ անդրադառնանք վեյպերի, անծուխ չայրվող այդ տարբեր ծխախոտային գadgetների եւ կալյանների այս տարբերակներին կուզեի շատ անդրադառնանք, որովհետեւ երբեմն ասում են այ ծխախոտը դադարեցրել եմ, անցել եմ վեյպի, ապացուցված է, որ սա ավելի քիչ է վնասակար, գոնե ծուխ չկա եւ այլն եւ այլն։ Ինչ որ կարծիք մասնագիտական կա այստեղ արդեն։ Տեսեք, այստեղ մի փոքր ավելի վերապահումով պետք է ասեմ, քանի որ վեյպերի կիրառությունը այդ սարքերի եւ այլնի, որոնք որ փոխարինում են ծխախոտին, ավելի նոր է, այդտեղ տեղեկությունը ավելի քիչ ապացուցողական հիմք ունի, քան ծխախոտի կիրառման դեպքում, որովհետեւ դրանք ավելի ակտիվ օգտագործում են վերջին 15-20 տարիների ընթացքում կամ ավելի քիչ եւ այդտեղ հստակ ապացույցներ գտնելը ավելի դժվար է, մի քիչ ավելի երկար ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք այդ կապը հստակ գտնել։ Այսինքն ծխողի մոտ թոքի քաղցկեղ հաճախ չի առաջանում ծխելուց 1 ամիս կամ 1 տարի հետո, հաճախ առաջանում է երկարատև ծխողների մոտ, 10, 15, 20 տարի եւ ավել ծխողների մոտ, դրա համար այստեղ մի քիչ ինֆորմացիայի պակաս կա, բայց պետք է ասեմ, որ վեյպերի օգտագործումը նույնպես ռիսկային է, այսինքն ճիշտ է իրենք չեն պարունակում որոշակի նյութեր, որոնք որ կան ծխախոտի մեջ, բայց կան ուրիշ շատ վնասակար նյութեր, որոնք որ էլի պարունակվում են վեյպերի մեջ եւ միևնույնն է ռիսկը, կախվածության առաջացումը, թոքերի վրա վնասակար ազդեցությունը միևնույնն է պահպանվում է։ Գուցե ինչ որ չափով ավելի քիչ հայամատած ծխախոտի հետ, դա դեռևս հաստատ չեմ կարող պնդել, որովհետեւ ասացի, որ դեռ ժամանակ է պետք, որպեսզի դա կարողանանք հասկանալ, իսկապես ավելի քիչ է ռիսկը, թե մոտավորապես նույնն է կամ գուցե նույնիսկ ավելի բարձր է, կամ վեյպը ունի քիչ թոքի քաղցկեղի առաջացման ռիսկ, բայց ուրիշ ինչ որ խնդիրներ կարող է առաջացնել։ Բայց ամեն դեպքում ցանկացած բան, որը որ բնական չի, այսպես ասեմ, աղտոտում է թոքերը, վնաս է հասցնում թոքերին։ Ցանկացած բան, որը որ այնտեղ գտնվող բջիջների վրա ազդում է, վնասում է, մեծացնում է հետագայում այդ բջիջների փոփոխման, այնտեղ մուտացիաների առաջացման եւ հետեւաբար քաղցկեղի առաջացման ռիսկը։ Դա կլինի բուն ծխախոտի ծուխը, թե վեյպի ծուխը։ Այ դուք նշեցիք, որ 30%-ի մոտ պայմանավորված չէ ծխախոտով կոնկրետ եւ այլ պատճառներ կարող են լինել, արդյոք այստեղ ժառանգականությունն է առաջին տեղում, թե էլի ինչ որ ռիսկի գործոններ կնշեք։ 10%-ի մոտ պայմանավորված չէ։ Ընդամենը 10%։ Ընդամենը 10%-ի մոտ։ Ընդամենը 10%-ի մոտ է որ պայմանավորված չէ։ Այս 10%-ի մոտ կարող է լինել ժառանգական պատճառներ, կարող է լինել միջավայրի օդի աղտոտվածությունը, որը որ նույնպես շատ ակտուալ է։ Իհարկե, միջավայրի օդի աղտոտվածության դերը այդքան բարձր չի, ինչքան որ ծխախոտին է, բայց համենայն դեպս դա էլ կախված է միջավայրից։ Կարող են շատ աղտոտված միջավայրեր, տոքսիկ նյութերի ազդեցություն, աշխատավայրեր, գործարաններ, հանքավայրեր, որտեղ որ շատ բարձր է ռիսկը թոքի քաղցկեղի առաջացման։ Եվ միջավայրի օդի աղտոտվածությունը նույնպես մեծ նշանակություն ունի։ Երկրորդ ոնց ամենակարևոր, այսպես ասեմ, գործոնը թոքի քաղցկեղի առաջացման դա է։ Եվ մենք քիչ տոկոս դեպքերում է, որ թոքի քաղցկեղը պայմանավորված է լինում ինչ-որ ժառանգական գործոններով, այսինքն եթե չկա ծխելու գործոնը, միջավայրի աղտոտվածության հարցը, քիչ տոկոս դեպքերում գուցե 1-2% կամ ավելի պակաս դեպքերում է, որ պատճառը գենետիկ խնդիրներն են, ժառանգական խնդիրներ։ Ճիշտ եմ հասկանում, որ կանխարգելիչ մեթոդն ըստ էության մնում է ուղղակի չծխելը։ Ամենահեշտ, այսպես ասեմ, կանխարգելիչ մեթոդը դա է։ Բաներ էլ կան, չգիտեմ, ինչ որ հատուկ վիտամիններ, հատուկ ինչ որ կենսակերպ, թե չծխելն արդեն մեծ բան է այս հարցում։ Միանշանակ չծխելը ամենակարևոր դերն ունի։
Այսինքն դա արհեստական գործոն է, որը որ բերում է հենց ինքը ուռուցքի առաջացման, եթե դադարեցնենք այդ գործոնը վերացնենք, ցույց են տալիս հետազոտությունները, որ այն երկրներում, որտեղ ծխախոտի կիրառությունը ավելի քիչ է, կամ մարդիկ սկսեն հրաժարվել ծխախոտի օգտագործումից, կտրուկ նվազում է թոքի քաղցկեղի առաջացման թվերը, այսպես ասեմ։ Այսինքն դա ամենահեշտ գործոնն է, վերացնենք ծխելը, պակասեցնենք ծխելը, կպակասի նաև թոքի քաղցկեղը։ Մյուսը իհարկե միջավայրի հնարավորինս մաքուր պայմանները, օդի աղտոտվածություն պակասեցնելն է։ Դա այն գործոններն են, որոնք վրա որ մենք կարող ենք ազդել։ Նաև իհարկե առողջ ապրելակերպը, վիտամինով հարուստ սնունդը, քիչ կանցերոգեն սնունդը, դրանք ամեն ինչին էլ, այո, իհարկե դրանք ամեն ինչին էլ ընդհանուր առողջությունն են ապահովում, որքան օրգանիզմը այսպես հարուստ է տարբեր օգտակար հատկություններով եւ կենսաձևով, այնքան ավելի բոլոր հիվանդությունների ռիսկը նվազում է։ Դուք նշեցիք, որ նաեւ թոքի քաղցկեղի առանձնահատկություններից մեկը բարձր մահացության թիվն է։ Արդյոք սա կախված է սկզբնական փուլերի լատենտ ընթացքով։ Ինչ գանգատների ուշադիր լինել, եթե գանգատները սկսվում են, նշանակում է արդեն ուշացած փուլերում ենք, թե ոչ։ Մի փոքր այս զարգացման մասին խոսենք։ Միանշանակ ճիշտ եք, հենց առաջին պատճառներից մեկը բարձր մահացության դա է, այն է, որ թոքի քաղցկեղը հաճախ հայտնաբերվում է ուշ փուլերում։ Դա ամբողջ աշխարհում եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունում, օրինակ Հայաստանի Հանրապետությունում ասեցի, որ տարեկան մինչեւ 1000 դեպք է հայտնաբերվում, որի 55%-ը մինչև 60%-ը հայտնաբերվում է արդեն 4-րդ փուլում, այսինքն տարածված փուլում։ Սա սարսափելի թիվ է։ Այո։ Ի համեմատ օրինակ կրծքագեղձի քաղցկեղի, որտեղ ընդհանրապես 20%-ն է հայտնաբերվում տարածված փուլում։ Դա հսկայական տարբերություն է։ Դրա համար այնտեղ իդեպ լրիվ հաջող բուժման դեպքերը շատացել են եւ իհարկե հիանալի։ Միանշանակ։ Եվ դա է առաջինը հենց բարձր մահացության պատճառը։ Երկրորդը թոքի քաղցկեղը ինքը շատ ագրեսիվ ուռուցք է ինձ ներկայացնում։ Բավականին արագ է տարածվում, արագ է մետաստազներ, ճյուղավորումներ, այսպես ասեմ, առաջացնում օրգանիզմով մեկ։ Իսկ սկզբանե գանգատներ շատ քիչ են լինում։ Հատկապես ծխողների մոտ հազը, որը որ առաջին գանգատներից մեկն է թոքի քաղցկեղի, շատերը ունեն։ Եվ նկատել ինչ-որ բնույթի փոփոխություն, ինչ-որ բան դժվար է լինում կամ արդեն երկար ժամանակ է անցած լինում, նոր այդ ժամանակ են նկատում փոփոխություն։ Գանգատները, որոնք պետք է ուշադրություն դարձնել, առաջինը դա իհարկե հազի առաջացումն է կամ եթե հազ կա, ապա հազի բնույթի փոփոխությունը, ինտենսիվության շատացումը, հազում հազի հետ միասին խորխի արկայությունը, խորխում արյան արկայությունը, դրանք վտանգավոր նշաններ են։ Պարտադիր չի, որ դրանք խոսեն անպայման քաղցկեղի մասին, բայց դրանք պետք է մեզ զգոն պահեն, որ ինչ-որ մի բան այն չէ, որ պետք է ավելի մանրակրկիտ հետազոտվել։ Պետք է նվազագույնը հերքել, կարծում եմ, եւ արդեն շարունակել հանգիստ այլ ուղղություններով մտածել։ Իդեպ հետազոտության մասին անպայման խոսենք, ինչ գործիքակազմ է այստեղ աշխատում գործիքային հետազոտությունների, լաբորատոր հետազոտությունների, ինչպես է վերջնական ախտորոշումը դրվում։ Ես եթե ճիշտ եմ հիշում, թոքի քաղցկեղի հետազոտման ոսկե անփոխարինելի ստանդարտը համակարգչային տոմոգրաֆիան է, բայց ամբողջական լսենք ձեզ։ Շատ ճիշտ եք, այո, առաջին հերթին ամենաակտուալ հայտնաբերման մեթոդը, ճշգրիտ հայտնաբերման մեթոդներից մեկը, այսպես ասեմ, դա համակարգչային տոմոգրաֆիան է։ Ռենտգեն հետազոտությունը, որը ավելի հին հետազոտություն է, այդքան մեծ կիրառություն չունի եւ վաղ փուլերում շատ դժվարությամբ է կարողանում հայտնաբերել թոքի քաղցկեղը։ Դրա համար գրեթե կիրառություն, այդպես ասեմ, մեծ կիրառություն որպես սկրինինգ մեթոդ, որպես վաղ հայտնաբերման մեթոդ չունի։ Հիմնական դերը այստեղ պատկանում է համակարգչային տոմոգրաֆիային։ Վաղ հայտնաբերման համար հիմնական մեթոդը դա ցածր դոզային, low dose, այսպես կոչված համակարգչային տոմոգրաֆիան է, որը որ խորհուրդ է տրվում 40 տարեկանից բարձր մարդկանց մոտ, հատկապես ռիսկի խմբին գտնվող, այսինքն ծխող մարդկանց մոտ տարին մեկ անգամ կամ գոնե 2 տարին մեկ անգամ անցնել համակարգչային տոմոգրաֆիա կրծքավանդակի, որպեսզի հայտնաբերեն։ Ու սա ճառագայթման իմաստով շատ վնաս չի հասցնի օրգանիզմին։ Դրա համար low dose-ը ապահովում է սա։ Դրա համար արվում է ընդամենը ցածր դոզայով, ցածր ճառագայթման դոզավորմամբ համակարգչային տոմոգրաֆիա միայն կրծքավանդակի պատկերավորում, որը որ թույլ է տալիս մեծ մասը վաղ դեպքերում, վաղ փուլերում, այսպես ասեմ, կարողանալ հայտնաբերել։ Որովհետև շատ մարդիկ ասում են, չէ, էլի, եթե գանգատ չունեմ, ինչու իզուր հետազոտվեմ, բայց հարգելի ունկնդիրներ, պատկերացրեք, որ դուք ցածր դոզավորմամբ տարին 1 համակարգչային տոմոգրաֆիայով ինչ, այսպես դիվիդենդներ ենք ստանում մի ամբողջ տարի
հանգիստ հաջորդ տարին հանգիստ ապրելու, հատկապես եթե դուք երբևէ երկար ժամանակ ծխել եք կամ հենց հիմա ծխող եք։ Իդեպ ԱՀԿ-ն էլ պաշտոնապես խորհուրդ է տալիս տարին մեկ անցնել թոքերի ՀՏ։ Այլ հետազոտություններ արվում են։ Միանշանակ։ Առաջին փուլը դա համակարգչային տոմոգրաֆիան է։ Եթե արեցինք համակարգչային տոմոգրաֆիա, հայտնաբերեցինք թոքում գոյացություն, ինչ որ մի անհանգստացնող բան, կասկածելի ինչ որ խնդիր հայտնաբերեցինք, հաջորդ փուլը հասկանալ դա իսկապես քաղցկեղ է թե չէ, եւ դրա համար պարտադիր պետք է արվի բիոպսիա։ Այսինքն պետք է ուռուցքից կտոր փոկվի եւ դա տրվի հյուսվածաբանական, պաթոհյուսվածաբանական, իմունոհիստոքիմիական քննությունների, որովհետեւ համակարգչային տոմոգրաֆիան կարող է հայտնաբերել ուռուցք, բայց նա չի կարող ասել հստակ սա չավարակ ուռուցք է թե բավարակ ուռուցք է։ Իհարկե կան որոշակի նշաններ, կարող է ինչ-որ չափով ուղղորդել, բայց տեսակը ասել չավարակ թե բավարակ եւ չավարակի մեջ թե ինչ տեսակին է պատկանում այս ուռուցքը, համակարգչային տոմոգրաֆիան մեծամասամբ չի կարող։ Եվ դրա համար պարտադիր հետազոտությունը միակ ոսկի, այսպես ասեմ, ստանդարտը, որը որ օգտագործվում է ոչ միայն թոքի ուռուցքների, այլ նաև այլ ուռուցքների համար, բայց հատկապես թոքի ուռուցքների համար, դա բիոպսիան է, հետագա հյուսվածաբանական, պաթոհյուսվածաբանական քննությամբ, որը որ թույլ է տալիս արդեն հասկանալ ինչի հետ գործ ունենք, չավարակ ուռուցքի թե ինչ որ ուրիշ ուռուցքի հետ գործ ունենք, եթե չավարակ ուռուցք, եթե թոքի քաղցկեղի հետ, ապա որ տեսակի թոքի քաղցկեղի հետ, որովհետև թոքի քաղցկեղներն էլ իրենց հերթին մի քանի տեսակների են լինում, 4, այսպես ասեմ, մեծ խմբերի են բաժանվում, որոնցից որ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, եւ դա հասկանալու համար այդ բիոպսիան անելը պարտադիր է։ Բացի դրանից, ներկայումս բժշկությունը նույնպես զարգանում է եւ ստեղծվում են նոր բուժման մեթոդներ, նոր դեղորայքային բուժման մեթոդներ, ճառագայթման, վիրահատական բուժման մեթոդներ եւ այլն, եւ բացի սովորական հյուսվածաբանական հետազոտությունից, ներկայումս նաեւ իրականացնում ենք այսպես կոչված մոլեկուլյար գենետիկ հետազոտություններ, որոնք որ թույլ են տալիս վերցված այդ ուռուցքի կտորում տեսնել թե ինչպիսի մուտացիաներ կան տվյալ ուռուցքին բնորոշ, որն էլ որ հետագայում օգնում է ավելի ուղղորդված, ավելի թիրախային բուժում իրականացնելուն։ Փաստորեն բիոպսիայից խուսանավել հնարավոր չէ եւ պետք էլ չէ։ Սա էլ երբեմն տագնապ ու վախ է առաջացնում պացիենտների մոտ, բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ համակարգչային տոմոգրաֆիա կլինի դա թե մագնիսառեզոնանսային, դրանք պատկերներ են, այսինքն ընդհանրապես պատկերներ, տեսարաններ եւ այնտեղ բջիջների ծագումն ու տեսականին էս բարձ է որ չի երևում, այնպես որ առանց սրա հնարավոր չէ, ինչպես հասկանում ենք, ախտորոշում դնել եւ առավել եւս բուժման պլան կամ վիրահատություն նշանակել։ Հասկանանք Հայաստանում իրականացվող կլինիկական հետազոտությունների դերը, նպատակը, որոնք արդեն մեկնարկել են եւ հատկապես թոքի քաղցկեղի 4-րդ փուլում գտնվող պացիենտներին են, ինչպես հասկանում եմ, վերաբերում։ Ընդհանրապես, ինչ է կլինիկական հետազոտությունը եւ ինչու է այն կարեւոր բժիշկների համար։ Տեսեք, այսպես ասեմ, եթե խոսենք թոքի քաղցկեղի մասին, թոքի քաղցկեղի ժամանակ հիմնական բուժումը դա կա 3 բուժման տեսակ՝ վիրահատություն, ճառագայթային բուժում եւ դեղորայքային բուժում։ Այդ քիմիաթերապիա կոչվածը, որը արդեն կոչվում է իդեպ դեղորայքային։ Էլ քիմիաթերապիա առանձին չեն ասում։ Քիմիաթերապիան դեղորայքային բուժման տեսակներից մեկն է, բայց ներկայումս թոքի քաղցկեղի եւ ոչ միայն թոքի քաղցկեղի ընդհանրապես ուռուցքների բուժման համար կան նաեւ այլ դեղորայքային բուժում, թիրախային բուժում, իմունոթերապիա եւ այլ հորմոնալ բուժումներ, հա, այսինքն բուժման տեսակներ կան, որոնք որ բոլորը միավորում ենք մեկ անվան տակ դեղորայքային բուժում։ Եվ այս ոլորտը շատ արագ զարգանում է։ Բոլոր ոլորտները, եւ վիրահատությունը, եւ ճառագայթային բուժումը, եւ դեղորայքային բուժումը, ստեղծվում են նոր վիրահատական բուժման մեթոդներ, ճառագայթային բուժման մեթոդներ, դեղորայքային բուժման նոր մեթոդներ են ստեղծվում։ Այս նոր բուժման մեթոդները, երբ որ ի հայտ են գալիս, նրանք բոլորը պետք է անցնեն որոշակի հետազոտական փուլ։ Առաջինը նրանք հետազոտվում են ուղղակի լաբորատոր պայմաններում ուռուցքային բջիջների վրա։ Երբ որ տեսնում ենք, որ այնտեղ կա որոշակի ակտիվություն, օրինակ դեղորայքի դեպքում կա դեղորայքի որոշակի ակտիվություն, դեղորայքը օգնում է պայքարել ուռուցքի դեմ, վերացնում է ուռուցքային բջիջները, հաջորդ փուլը անցնում են հետազոտություններ արդեն կենթանիների վրա։ Այսինքն դրանք բոլորը նախակլինիկական, այսպես ասեմ, հետազոտություններ են, հետազոտվում են սկզբից մկների վրա կամ ճագարների վրա, հա, ծովախոզուկների վրա, հետագայում ավելի խոշոր կենթանիների, կաթնասունների վրա, մարդանման կապիկների վրա, այսինքն ասում են բազմաթիվ փուլերով։ Եվ եթե այդ բոլոր փուլերը ցույց են տալիս, որ դեղորայքը արդյունավետ է, ապահով է,
նոր արդեն մտնում են հաջորդ հետազոտական փուլը, որը իրենից ներկայացնում է արդեն մարդկանց մասնակցությամբ հետազոտությունները։ Եվ ցանկացած միջամտություն, ցանկացած, այսպես ասեմ, ստեղծված նոր բուժման մեթոդ, նոր դեղորայքային բուժման մեթոդ այդ փուլերով պետք է անցնի։ Ներկայումս օգտագործվող նույնիսկ նշեցի քիմիոթերապիան նույնպես ժամանակին, սրանից 30, 20, 40 տարի առաջ եւ այլն, նույնպես անցել է այդ փուլերը եւ այդ դեղերը, ովքեր որ կարողացան ապացուցել, որ արդյունավետ են, դրանք են մտել այսօրվա կիրառման պրակտիկա։ Եվ այսօրվա նոր բուժման մեթոդները, ինչպես ասացի, իմունոթերապիան, թիրախային բուժումը, դրանք էլ անցնում են այդ փուլերով։ Այսինքն, որպեսզի մենք ունենանք նոր բուժման մեթոդներ, պարտադիր պետք է այդ փուլերը դեղորայք անցնի։ Մենք չենք կարող ուղղակի ինչ-որ մի դեղորայք, որը սինթեզվել է լաբորատոր պայմաններում, վերցնել ու տալ մարդկանց ասել, որ սա հրաշք դեղորայք է, սա օգնում է։ Պետք է անպայման ունենանք այդ հետազոտությունները։ Մարդիկ դրանից շատ են վախենում, ասում են, սա ինչ-որ հետազոտական բան է, ապացուցված չէ։ Փորձարարություն է կանում մեզ վրա, այո, պատկերացնում եմ։ Բայց այստեղ պետք է ասեմ, որ այո, իհարկե այդ ռիսկը կա, այնպես չի, որ այդ ռիսկը զորայական է։ Այո, դեղը դեռևս լիարժեք, դեղամիջոցը դեռևս լիարժեք հետազոտված չէ։ Կարող են լինել որոշակի կողմնակի երևույթներ, որոնք դեռ լիարժեք բարձ չեն։ Կարող են լինել որոշակի ռիսկեր, որոնք դեռ վերջնական բացահայտված չեն։ Բայց առանց դրա երբեք մենք չենք կարողանա ավելի արդյունավետ բուժման մեթոդներ հայտնաբերել։ Մենք գիտենք, որ ներկայումս հաստատված քիմիոթերապիան ունի ինչ-որ չափի օգնելու հավանականություն։ Օրինակի համար մետաստատիկ տարածված թոյքասկերի դեպքում իր օգնելու հավանականությունը կազմում է մոտ 30-40%։ Այսինքն շատ ցածր չէ, բայց բացարձակ այն չի, ինչ որ մենք կուզեինք։ Բացարձակ առողջացման, այսպես ասեմ, բերող բուժում չէ մեծամասամբ դեպքերում։ Եթե մենք ուզում ենք այդ ցուցանիշը բարելավենք, եթե մենք ուզում ենք ավելի լավ արդյունքներ ստանանք, ունենանք առողջացման դեպքեր, ուրեմն պետք է ստեղծենք նոր բուժման մեթոդներ։ Այդ նոր բուժման մեթոդները կլինեն իմունոթերապիան, թիրախային բուժումը կամ ինչ-որ այլ նոր բուժման մեթոդներ, այդ բոլորը պետք է անցնեն այդ հետազոտություններով։ Առաջ շատ էին մարդիկ վախենում դրանից, բայց հիմա կարծես թե կամաց-կամաց մեր հասարակության մեջ նույնպես մարդիկ սկսում են հասկանալ, հաճախ իրենք են հարցնում, ասում են, մենք գիտենք, որ այս բուժումը դուք առաջարկում եք քիմիոթերապիան, այսքան օգնելու հավանականություն ունի։ Ինչ նոր բան մեզ կարող եք առաջարկել։ Կա արդյոք ինչ-որ մի հետազոտական տոկոսներ հավանականություն չէ, որ չեք կարող հստակ առաջարկել եւ այստեղ մի տեսակ հուսադրող քիչ բան կա, թե ոչ, թե սխալ ենք պատկերացնում։ Այսպես ասեմ, այստեղ կլինիկան հետազոտություններն էլ իրենց փուլերն ունեն։ Կան առաջին փուլի հետազոտություններ, որոնք որ դեռ նոր սկսվող են։ Այդտեղ շատ բան դեռևս վերջնական բացահայտված չէ։ Արդյունավետության հետ կապված նույնպես շատ հարցեր դեռևս պարզ չեն։ Կան երկրորդ ավելի բարձր փուլի հետազոտություններ, երբ որ արդեն ուսումնասիրում ենք դեղի արդյունավետությունը, եւ կան այլ ավելի լայնածավալ երրորդ փուլի հետազոտություններ, որտեղ արդեն շատ բան պարզ է։ Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղորայքը նոր դեղամիջոց օրինակի համար բավական արդյունավետ է ի համեմատ օրինակ ստանդարտ բուժման, օրինակ ստանդարտ քիմիոթերապիայի ցույց է տվել օրինակ 15-20%, 30%-ով բուժման արդյունավետության բարելավում։ Եվ հիմա արդեն դա պետք է, բայց դա արվել է օրինակ 100 հիվանդի մասնակցությամբ։ Հիմա դա արդեն պետք է ապացուցել ել ավելի լայնածավալ հետազոտությամբ, ներառելով ոչ միայն օրինակ Միացյալ Նահանգների բնակիչներին, այլ նաև այլ երկրների բնակիչներ, որպեսզի մենք կարողանանք ապացուցել, որ տվյալ դեղորայքը արդյունավետ է անկախ ռասայից, սեռից, ազգային պատկանելիությունից, այսպես ասեմ, որ աշխատում է բոլոր մարդկանց մոտ, ովքեր ունեն օրինակ թոքիկ հասկեղ, տարածված թոքիկ հասկեղ։ Իսկ մենք Հայաստանում այս կլինիկական հետազոտությունների մասնակիցների ընտրանքը, քանակը կարողանում ենք ապահովել։ Գիտենք, որ այստեղ մեզ մոտ թվերը ընդհանրապես ոլորտը փոքր է եւ շատ հաճախ Հայաստանը չի ներառվում հենց այս պատճառով, այս հարցը ինչպես եք փորձում լուծել։ Շատ ճիշտ ասիք, միջև հիմա Հայաստանի, այսպես ասեմ, դուրս մնալը, քիչ մասնակցությունը կլինիկական հետազոտությունների հիմնական պատճառը չի բերվում, շատ դեղեր չեն բերվում, որովհետեւ քանակ չկա։ Որովհետեւ քանակը իսկապես մի կողմից շատ լավ է, որ քիչ է, բայց մյուս կողմից Հայաստանի հիվանդներն են անտեսվում, չեն կարողանում, այո, չեն կարողանում մասնակցել ավելի նոր հետազոտության մեթոդներին, բուժման նոր մեթոդներին կամ արդեն հասանելի դառնում այն ժամանակ, երբ որ ամբողջ աշխարհում արդեն օրինակ մի քանի տարի է դա կիրառվում է։ Այո, քանակը Հայաստանի Հանրապետությունում քիչ է, բայց օրինակ երկու կլինիկական հետազոտություն թոքիկ հասկերի վերաբերյալ, որը որ իրականացվում է Յոլյան անունաբանական եւ ռուսկաբանական կենտրոնում, դրանցից մեկը մենք սկսել ենք 2023 թվականին եւ ինտենսիվ հավաքում ենք հիվանդներ։ Մյուսը սկսել ենք
մի քանի ամիս առաջ, 6 ամիս առաջ։ Օրինակ երկրորդ հետազոտությունը դա լայնածավալ հետազոտություն է, այսինքն չի իրականացվում միայն Հայաստանի Հանրապետությունում։ Իրականացվում է աշխարհի 150 կենտրոններում, 150 հիվանդանոցներում, այդ թվում Հայաստանի Հանրապետության 4 հիվանդանոցներում ռուսկաբանական։ Եվ մեզնից, այսպես ասեմ, չի պահանջվում, որ մենք ունենանք Հայաստանի Հանրապետությունից ներառված 50-100 հիվանդ։ Մեզնից պահանջվում է, որ ինչքան որ պոտենցիալ հիվանդներ կլինեն, ովքեր որ կհամապատասխանեն չափանիշներին հետազոտության մեջ ներառման, կլինի 2-ը, 3-ը, 5-ը, դա նույնպես բավականին մեծ, այո, ցուցանիշի արժեք է եւ 150 կենտրոնից ունենալով ամեն մի կենտրոնից 4-5 հիվանդ, ի վերջո հետազոտությունը կարողանում է լիարժեք հավաքագրել իրեն անհրաժեշտ հիվանդների քանակությունը։ Իրականում այո, պացիենտը, թոքի քաղցկեղը բոլորի համար նույնն է, սակայն ինչ տարբերություն, որ երկրի, որ կլինիկայից է, փոքր տոկոսներով վերջում բավականին լայնածավալ ապացուցողական հետազոտություններ Եվ դա հենց իրենց համար է պետք, այսինքն օրինակ հետազոտությունը, որը այսպես ասեմ նոր ենք սկսել, մի քանի ամիս է որ սկսել ենք, դա իրականացվում է իսպանական կազմակերպության կողմից եւ իրենք դերից մեկը նաև իրենց ապացուցելն է, որ դեղայք արդյունավետ է ոչ միայն օրինակ միայն իսպանացիների համար, միայն այնտեղ, այլև ամբողջ աշխարհում կարող է օգտագործվել եւ շատ արդյունավետ է նոր բուժման մեթոդ կարող է հանդիսանալ։ Դրա համար իրենք են շահագրգռված, որպեսզի տարբեր երկրներ, այդ թվում նաև փոքրիկ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ներգրավված լինի այդ հետազոտության մեջ, որը որ շատ օգուտ է եւ իրենց եւ նաև մեր պացիենտներին, որովհետեւ պացիենտները կարողանում են ստանալ նոր դեղորայք, որը որ հասանելիություն միջ այդ չէին ունենա, եթե չլիներ այդ հետազոտությունը։ Եվ ինչու ոչ, միգուցե դա շատ դրական հետևանքներ ունենա։ Շատ արագ նշենք, թե ովքեր կարող են դիմել այս կլինիկական հետազոտություններին մասնակցելու եւ ինչպես հարկն ինչպես է։ Այստեղ ասեմ, որ նախ կլինիկական հետազոտությունները շատ խիստ պայմաններ են, այսինքն այնպես չի, որ ցանկացած մարդ, ցանկացած պացիենտ կարող է մասնակցել, բայց առաջին հերթին ամենահիմնական կրիտերիան չափանիշը դա թոքի քաղցկեղի առկայությունն է տարածված փուլում, այսինքն 4 փուլում ախտորոշված թոքի քաղցկեղով հիվանդների համար է այս հետազոտություններից մեկը, որ իրականացնում ենք, եւ եթե հիվանդի մոտ ախտորոշվել է թոքի քաղցկեղ, 4 փուլի թոքի քաղցկեղ, ապա նրանք կարող են դիմել, հետագայում արդեն մենք պետք է պարտադիր անցնենք բոլոր չափանիշների վրայով, բազմաթիվ այնտեղ ստուգումներ կան, դրանք անցնելուց հետո նոր միայն կարողանում ենք հաստատել եւ հաստատում ստանալ հովանավորի կողմից, այսինքն դեղն արտադրող կազմակերպության կողմից, որ այո, տվյալ պացիենտը համապատասխան է, կարող եք ներառել հետազոտության մեջ, կարող եք տրամադրել մեր դեղորայքը, այսպես ասեմ, այսինքն բավականին խիստ են չափանիշները, բայց եթե հիվանդի մոտ կա թոքի քաղցկեղ տարածված փուլում, ապա այդ դեպքում, եթե ցանկություն ունեն, կարող են դիմել օրինակ մեր կենտրոն, Յոլիան անաբանական կենտրոն, եւ արդեն մնացածը մենք կքննարկենք, կպարզաբանենք, միասին կքննարկենք հիվանդի հետ, կհասկանանք հնարավոր է արդյոք ներառել նրան այդ հետազոտության մեջ թե չէ, եթե իհարկե հիվանդը համաձայն է։ Այստեղ պետք է պարտադիր նշեմ, որ պարտադիր պայման դա հիվանդի կամավոր համաձայնություն, այսինքն ոչ մի դեպքում առանց հիվանդի համաձայնության նրան կլինիկական հետազոտության մեջ ներառել հնարավոր չէ։ Դա արգելված է, դա այսինքն օրինակ թաքուն, տեսնեք, մեկը համապատասխանում է թեկուզ հենց ձեր կենտրոնում բուժում ստացող, այդպիսի բան դա բացառվում է, դա շատ խիստ հսկվում է։ Առաջինը ամենակարևոր պայմանը, որ շատ խիստ հսկվում է եւ Հայաստանի Հանրապետության նախարարության կողմից եւ արտասահմանյան կազմակերպության կողմից, դա հենց հիվանդների կամավոր համաձայնությունն է, որ նրանք պետք է բոլորը պարտադիր մանրակրկիտ տեղյակ լինեն հիվանդության մասին, սպասելիքների մասին, ստորագրումել են միանշանակ։ Երկու օրինակով ստորագրվում է համաձայնությունը, մի օրինակը տրվում է իրենց, որ իրենք մանրամասն ծանոթ, այսինքն դա պարտադիր պայմանն է, դա պետք է անպայման լինի։ Եվ վերջին հարցը, որքան է տևելու, մինչև երբ։ Կա որոշում։ Այստեղ կդժվարանամ հստակ պատասխանել, որովհետև այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան արագ կգնա հավաքագրումը, բայց դեռևս մինչև հունիս ամիսը ներառյալ, այսպես ասեմ, Հայաստանում շարունակվելու է, հույս ունենք, որ դեռևս 6 ամսով էլ, այսինքն մինչև այս տարվա վերջ կերկարացվի հետազոտությունը եւ Հայաստանի Հանրապետության պացիենտները թոքի քաղցկեղով կկարողանան նույնպես ներառվել այս հետազոտության մեջ։ Լիահույս եմ, որ անպայման կկայանա այս կլինիկական հետազոտությունների շարքը Հայաստանում եւ այս առումով Հայաստանը գովելի է, որ հետ չի մնում եւ կարեւորվում է ու նույնիսկ մի քանի հոգու տվյալները կարող են օգնել ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղի բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, դրանց արդյունավետության բարձրացմանը։ Մենք զրուցեցինք Սամվել Բարդախչյանի հետ, Յոլիան Արոնաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ ուռուցքաբան, շնորհակալություն, շատ հետաքրքիր էր ու շատ կարեւոր, կարծում եմ, ձեզ համար աշխատեց
Լույսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ես շնորհակալ։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։